Ո՞չ անկանում եք պարզել, թե ինչպես կառուցել հարստություն առանց աղմուկի, առանց հրաշալի կամ անհարկի ընթացքի դասընթացների, դիտարկեք նրանց, ովքեր 2000-ամյակներ արդեն գերակշռում են բարգավաճման արվեստը, առանց դրանից կախված։ Նրանք շքեղ ժամացույցներ չեն կրել, չեն ցուցադրել բախտներ, ոչ էլ կառուցել առևտրային կայսրություն, բայց եթե նրանք այսօր ապրեին, դրանք կլինեն ամենաազդեցիկ և հարուստների շարքում, ինչու քանի որ նրա ամենամեծ ակտիվները փող չէին, բայց տիրապետում են իրենց։ Մինչ շատերը վազում են մորթուց հետո, նրանք նպատակ էին ստեղծում, նրանց աղմուկից չէին տարվել, բայց նրանք ուժգնացան լռության մեջ, այս ուղին զուսպ, կենտրոնացած և հաշվարկված, այս օրերին ամենաարդյունավետն է, այս բովանդակության մեջ կտեսնեք, թե ինչպես է ստոյական փիլիսոփայությունը օգնում հաջողակ նավարկելու ժամանակակից աշխարհը, ոչ մի հիստերիա, մի շտապեք, պարզապես ռազմավարություն, արդյունքներ և մեթոդ, որը դիմադրում է ժամանակին։ Ստոյչը չի հետապնդում հարստություն, բայց նաև չի մերժում այն, դա փող չի վաստակում կյանքի կենտրոնը, բայց դա չի խուսափում, երբ հասնի, դրա ճանապարհը ուժի մեջ է, առանց տարածելու, մենք ապրում ենք մի դարաշրջանում, որտեղ արտաքինը գնահատվում է, նրանք, ովքեր գոռում են ավելի բարձր, ավելի շատ են փայլում կամ ավելի մեծ ուշադրություն դարձնում, մարդիկ անցնում են նպատակներից հետո, իմպուլսիվորեն ներդնում են, ռիսկի կորցնում և սկսում են մրցավազքը, ստվալ գործողությունները այլ կերպ են գործում։ Նա լռում է։ Արտացոլում, պլանավորում և կատարում է ճշգրիտ առանց հուսահատության, առանց գրգռվելու, ձեզ չի հետաքրքրում ուրիշների հավասարակշռությունը, բայց ձեր արածի իմաստը, և դա հենց այն է, ինչը նրան վտանգավոր խաղացող է դարձնում։ Մի աշխարհում, որտեղ յուրաքանչյուր ոք վաճառում է իրենք, ստոկիկ առանձնանում է, որպեսզի իրեն չհայտարարեն, նա աշխատում է, աճում և կառուցում, մինչ մյուսները նշում են հպարտ հաղթանակներ կամ կորչում են իրարանցում, նա բարձրանում է վերևից հանգիստ, անվտանգ, քանի որ իրական հարստությունը գերադասում է նրա մեջ։ Պատկերացրեք մի միլիոնատեր, ով չի սպորտով զբաղվում, չի օգտագործում ոսկե շղթաներ կամ կառավարում է դրամական միջոցներով լի պրոֆիլը փողի մասին, նա ապրում է պարզությամբ, բայց նրա յուրաքանչյուր քայլ հաշվարկվում է, դրա ժառանգությունը մեծանում է։ Իսկ մյուսները կախարդական բանաձևեր են փնտրում, սա կլինի ժամանակակից ստոիկ, ես չէի պարծենում հաջողությամբ, քանի որ գիտի, որ արտաքինը թռիչք է, ճշմարիտ բախտը ներսում է։ Մտքի հստակությամբ հանգստացեք շուկայի իրարանցումների դեմքին և աղմկոտ հնարավորությունները անտեսելու ունակության մեջ։ Նա ներդրումներ կներդնի հմտությունների, գիտելիքների, երկարատև որոշումների մեջ, դա չի վազում մորթուց հետո, բայց հիմքեր կկառուցեր, նա կմնա լռություն, երբ մյուսները պարծենան և գործեն, երբ մյուսները երկմտում էին։ Դրա ռազմավարությունը կարգապահության մեջ է, կենտրոնացումը, հանգստությունը, և դա այն է, ինչը նրան հարուստ կդարձնի, ոչ թե գիշերում, այլ հավիտյան։ Ներկայիս աշխարհը գնահատում է արագ արդյունքներ, մարդիկ ցանկանում են այժմ հարստանալ, ցանկալիորեն անհասանելի, ստոկիչը այլ կերպ է մտածում, այն կառուցում է հին վարպետների նման։ Շերտը ըստ շերտի, տարի անց, այն արագություն չի փնտրում, բայց ամուրություն, դուք գիտեք, որ այն ամենը, ինչ արագ ընդմիջում է, և որ վեհությունը լռության մեջ է բարձրացնում, հետևաբար, մի վազեք հիպերից հետո, բայց փնտրում է աջակցության կետեր։ Նա գերադասում է ավելի քիչ, բայց անվտանգ, ռիսկի դիմել ամեն ինչ կասկածելի քայլով, մի խաղադրեք բախտի վրա, բայց բնավորությամբ, սա բարգավաճման համար ստոիկ մոտեցման էությունն է։ Երբ մյուսները սպասում են, որ գործում է, երբ մյուսները խուճապի մատնվում են, նա նկատում է, երբ մյուսները հրաժարվում են, դա շարունակվում է, այն չի մտնում հույզերով առաջնորդվող շուկա, բայց որպես ռազմավար, ցուրտ, պատրաստված հաշվարկ։ Եվ դա հաղթում է, քանի որ այն չի խաղում։ Ստոիզմի հզոր սկզբունքն է, վերահսկեք այն, ինչ կախված է ձեզանից և մնացածից չի տառապում, ստորական միլիոնատերը դա կիրառում է ամեն ինչի համար, մի սթրեսը դոլարի գնանշումից, այն էներգիա չի ծախսում նորությունների վրա, որոնք չեն կարող փոխվել։ Այն կենտրոնանում է այն բանի վրա, թե որն է ձեր հասանելիության սահմաններում։ Ձեր գիտելիքները, սովորությունները, որոշումները, դուք գիտեք, որ դա փոքրագույն ամենօրյա գործողություններն են, որոնք ձևավորում են ֆինանսական ճակատագիրը, այստեղ տնտեսություն, այնտեղ ուսումնասիրության 1 ժամ խոսակցություն, որը հանգեցնում է գործընկերության, դա չի սպասում բախտին, բայց ստեղծում է պայմանները, ոչ։ Բողոքում է շուկայից, ուսումնասիրում է այն կախված չէ աշխատավարձից, կառուցում է եկամտի աղբյուրներ, և դա անում է այս ամենը առանց աղմուկի, քանի որ հասկանում է, որ հանգստությունը շքեղություն է նրանց համար, ովքեր իրենց գերակշռում են, և, հետևաբար, գերակշռում է հարստության ճանապարհը։ Հետաքրքիր է, որ բարգավաճման իրական ճանապարհը չի սկսվում փողից, այլ կարգապահությամբ, ստոկը գիտի։ Եթե այն չի կարող վերահսկել իր սովորությունները, այն չի կարողանա վերահսկել իր կապիտալը, այն մարզվում է պարզ բաներով։
Արթնանալով վաղ, խուսափելով շեղումներից, կատարելով այն, ինչ խոստանում է, այն չի սպասում մոտիվացիային, այն որոշում է կայացնում, եւ որոշումը ուժ է, այսպիսով նա այսօր հարուստ կլիներ, ինքներդ ձեզ որպես ակտիվ կերտեր։ Մինչ մյուսները մետաղադրամներ են ներդնում, նա ներդրումներ է կատարում կամքի ուժով։ Ես հստակ կիմանայի, թե որքան է վաստակում, որքան ծախսեր եւ որտեղ է գնում յուրաքանչյուր իրական, դա ոչ թե իմպուլսիվ գնումներ չի անի, քանի որ հասկանում է, որ յուրաքանչյուր առարկա նվիրվածություն է ապագայի հանդեպ, որքան պարզ է նպատակի տեսլականը, այնքան ավելի քիչ ավելորդ է անհրաժեշտ, ստոկը աղքատ չէ, անհրաժեշտ է, նա ապրում է այն սկզբունքով։ Ես բավականաչափ ունեմ եւ մնացածը շեղումն է, այս հանգստության մեջ է, այս ինքնուրույն կրոլտում, որը բնակվում է իր ֆինանսական ուժին։ Նա չի վախենում զրոյից սկսել, դուք գիտեք, որ մեծությունը ծնվում է առաջին քայլից, թեև ինչ-որ մեկը ասում է, ես նախնական կապիտալ չունեմ, ստոկի պատասխանները, բայց ես հետախուզություն, ժամանակ եւ վճռականություն ունեմ, եւ սկսվում է։ Մի բողոքեք շուկայից կամ ճգնաժամերից, ինչպես գիտեք, որ կատարյալ պայմաններ գոյություն չունեն, հարստությունը ոչ թե իդեալական սցենարների մասին է, այլ այն մասին, որ պատրաստ է գործել, անկախ հանգամանքներից։ Այն կսկսվեր պարզ ծառայությունից, օգտակար բովանդակությամբ, փոքր ներդրումներով ինքնուրույն, դա հեշտ փող չէր փնտրում, բայց արժեք ստեղծելու ուղիներ, քանի որ հասկանում է, որ փողը օգտակարության հետևանք է, որքան ավելի շատ օգուտ եք տալիս, այնքան ավելի է վերադառնում ձեզ, այս առումով ստոիկ ճանապարհը լռում է, չի վազում, ծառայում է, մի գոռացեք գնել ինձանից, ստեղծում է այն, ինչ պետք է մարդիկ, եւ քաղեք պտուղները, առանց տարածելու, արժանապատվորեն։ Մի աշխարհում, որտեղ բոլորը ցանկանում են առանձնանալ, ստոիկ հաղթահարումը գերազանցում է հենց այն պատճառով, որ նրանք գիտեն, թե ինչպես անհետանալ, այն չի մրցում ուշադրության համար, բայց ստվերում արժեք է կառուցում, նրա անունը գուցե հայտնի չէ, բայց նա է, ով դիմում է, երբ նրանք որակ են փնտրում, երբ շատ աղմուկ է առաջանում, լռությունը դառնում է մագնիսական, մարդիկ հոգնել են ցուցումից, դատարկ խոստումներից, կեղծիքից, ստոկը վավեր է, մի խոսիր, արա դա, այն չի խոստանում, առաքում։ Պատկեր չի վաճառում, արդյունք է տալիս, եւ դա այն է, երբ մեջեք տեղի է ունենում։ Ընդհանուր քաոսի մեջտեղում դրա հանգիստը դառնում է հազվադեպ, եւ հազվադեպությունը միշտ արժեք ունի, այն կարող է թիմեր ղեկավարել, կառավարել մեծ ակտիվներ, ռազմավարական որոշումներ կայացնել, բոլորը առանց դրամաների, առանց դիրքի, միայն հանգստության, հստակության եւ օրինակով, ուստի հարստության լուր ուղին է գործում։ Այն չի կարելի ցույց տալ, դա արդյունք է։ Ստոկը գիտի բառերի ծանրությունը եւ հետեւաբար դրանք օգտագործում է մթրումով, այն չի վաճառվում ելույթներով, բայց գործողություններով, չափազանց տեղեկատվության դարաշրջանում, որտեղ բոլորը հաջողություն են խոստանում 7 օրվա ընթացքում։ Արդյունքները ներկայացնող լուր մարդը վստահություն է ներշնչում, ոչինչ ապացուցելու կարիք չկա, ապացույցն այն է, ինչ այն կառուցում է։ Ստոիկին գովազդի կարիք չունի, առաջարկվում է, չի պահանջում, խթանում հայտնաբերված է, քանի որ մի աշխարհում, որտեղ անկայունությունը կանոն է, կայունությունը դառնում է հազվագյուտ լավ, եւ ստոյականը կայուն է, մի ցատկեք մի գաղափարից մյուսը։ Քամու տերևի նման, այն չի բոցավառվում մորթուց, ոչ էլ ջնջում է առաջին խոչընդոտը, այն քայլ առ քայլ առաջադիմում է, եւ հետեւաբար նրա սեփական կապիտալը նույնքան մեծանում է, որքան իր հեղինակությունը, դա էներգիա չի ծախսում հաջողակ թվալու համար։ Ներառում է ամեն ինչ, եւ ահա որ լուր ուղղությունը կայանում է, դուք չեք բղավում, որ հարուստ եք, դա պարզապես դառնում է մեկը, ումից շուկան չի կարող անել առանց, եւ հետո փողը գալիս է ոչ թե այն պատճառով, որ դուք հետապնդում եք այն, բայց քանի որ մագնիս եք դարձել։ Եվ մագնիսը միշտ ներքին ուժ է, երբեք արտաքին ճակատը։ Ստոկը գիտի, թե ինչպես սպասել, մի խուճապի մատնվեք, եթե արդյունքը ժամանակ է պահանջում, մի հրաժարվեք նախագծից, պարզապես այն պատճառով, որ Praying Մեյրը փորձը ձախողվեց, հասկանում է, որ հարստությունը չի կառուցվում բախտի բորբոքման մեջ, բայց անխոնջ համբերատարությամբ, եւ համբերությունն այսօր շքեղություն է, մարդիկ ամիսներ շարունակ այրվում են, քանի որ ուզում են ամեն ինչ արդեն։ Stoic Walks քայլ առ քայլ, այն կառուցում է ձեր բիզնեսը առանց աղմուկի, առանց ցանցերի յուրաքանչյուր մանրուք բացահայտելու, առանց հայտարարության։ Պատրաստ եմ, ես միլիոնատեր եմ, առաջին վաճառքից հետո այն շարունակում է աշխատել, եւ երբ արդյունքը գալիս է, դա ոչ մի հնարավորություն չէ, դա հետևանք է, սկզբում դա չի երևում, այն չի լսվում գործընթացում, բայց վերջում անհնար է անտեսել, քանի որ այն քարի պես է, որը գցում է գեղձը, քանի դեռ այն կարող է առանց ցնցուղի։ Ստոկիչը չի չափում հաջողությունն ուրիշների կառավարիչների համար, մի նայեք մեքենաների, բնակարանների կամ ժանյակներից մյուսներից նախանձելու կամ զիջելու համար, դուք գիտեք, որ համեմատությունը թույն է, ապրելով ուրիշների նպատակներին,
Դադարում եք ինքներդ ձեզ լսել, եւ հարստության լուրջ ճանապարհը ներքին լռություն է պահանջում, ստորական կյանք իր սկզբունքների համար, ընտրեք բիզնես ոչ այն պատճառով, որ այն նորաձև է, բայց քանի որ այն արժեքը տեսնում է դրա մեջ։ Այն ներդնում է ոչ թե կարգավիճակի, այլ իմաստով, ձեր հաջողությունը կետերում չէ, այլ ամրության մեջ։ Ոչ թե հիպեր, այլ խորությամբ, այսպիսով ձեր փողերը չեն վերանում, այն մեծանում է նրա հետ, քանի որ նա չի պահպանվում պատրանքների մեջ, բայց հիմնադրամներում։ Ստոյչը կարող է ասել ոչ, եւ սա հարստության ճանապարհին ամենաարժեքավոր հմտություններից մեկն է, այն ասում է ոչ այն ամենին, ինչ իրենք հաշվում են, դատարկ խոսակցություններ, աննկատ ծրագրեր, իմպուլսիվ գնումներ, թունավոր մարդիկ։ Այն պաշտպանում է ձեր ուշադրությունը, կարծես ոսկի էր, որովհետև գիտեք, որ էներգիան անսահման չէ, եթե այն անցկացնում եք ամեն ինչի հետ, այն չի մնայական իրերի համար, մի վախեցեք անթույլատրելի հնարավորություն կորցնելուց, եթե դա հակասում է ձեր արժեքներին, չի փորձում բոլորին հաճեցնել։ Հավատարիմ է մնում ինքդ քեզ, եւ այս հավատարմությամբ նրա զորությունն են, քանի որ այն ցրված չէ, ուստի ամրապնդվում է, յուրաքանչյուրը ոչ թե ուրիշներին այո է, եւ ով սովորում է, որ ավելի շուտ այո ասի, որ իսկապես հարստանում է։ Ստոյկ խաղադրույքների գիտելիքների վերաբերյալ, հասկանում է, որ ամեն ինչ կարելի է վերցնել, բայց միտքը, փողը կարող է անհետանալ, բիզնեսը կարող է քանդվել, մարդիկ կարող են դավաճանել, բայց եթե գիտեք, թե ինչպես մտածել, ինչպես որոշել, թե ինչպես կարելի է զրոյից վերակառուցել, դա անխոցելի է, հետևաբար, այն ամեն օր ներդրումներ է կատարում, ուսումնասիրություններ, ընթերցումներ, վերլուծություններ, ընտրեք կրթություն, ոչ ավելի է խորությունը, ոչ թե մակերեսայնությունը, եւ դա այն է, ինչը նրան վտանգավոր է դարձնում։ Համակարգի համար, նա չի սպառում, ստեղծում է, զգացմունքներից մի տարակուսանք։ Գործեր խղճի հետ, հետևաբար, նույնիսկ եթե ընկնում եմ վեր կացավ, նույնիսկ եթե կորցնում ես, վերականգնում ես, նրա ամենամեծ ակտիվը ինքն է։ Ստոյչը հեշտությամբ չի վազում, դուք գիտեք, որ այն, ինչ արագ է գալիս, նույնիսկ ավելի արագ է ընթանում, մի փնտրեք սխեմաներ, արագորեն գումար վաստակելու համար, կառուցում է երկարաժամկետ հեռանկարում, դրա նպատակը հաջողության փայլ չէ, այլ կայունություն, դա չպետք է ցույց տա, որ այն հաղթեց, դա հաղթանակի ստեղծումն է, այսպիսով, անտեսում է ռիսկային առաջարկները, կասկածելի ֆինանսական մարաթոնները եւ դատարկ դասընթացները, դուք ինքներդ ձեզ մի հարց եք տալիս. Արդյոք դա ինձ ավելի ուժեղ կդարձնի որպես մարդ, արդյոք սա կբարելավի իմ մտածողությունը, եթե պատասխանը ոչ, շարունակեք, ձեր ռազմավարությունը շատ պարզ է, աճում է որպես անհատ եւ փողը միասին կաճի, խաղադրույքներ վերահսկողության, ոչ թե հաջողություն։ Կարգապահում ոչ թե հրաշքի մեջ, եւ չնայած նրա ճանապարհը դանդաղ է թվում, նա գիտի, որ ճանապարհորդության ավարտին նա կլինի այնտեղ, որտեղ ուրիշները նույնիսկ չեն կարող գալ, քանի որ նրանք չէին կարողանա կանգնել, լուռ, քայլ առ քայլ։ Նա չի հետաքրքրում նրանց, բայց շարժման մեջ գտնվողների հետ, դա չի կերակրում պատրանքներին, որ ճանապարհը հեշտ կլինի։ Դուք գիտեք, որ դժվարությունները կգան եւ հենց այդ իրազեկությունն է, ինչը ավելի ուժեղ է դարձնում, մինչ մյուսները երկմտում են, որ գործում է, մինչ մյուսները կասկածում են, նա թեստավորում է, մինչ մյուսները պատրաստվում են սկսել, նա արդեն առաջադիմում է, ռիթմի այս տարբերությունը նրան հսկայական առավելություն է տալիս։ Որոշակի կասկածները կորցնում են կասկածները, նա տասնյակ քայլեր է տվել, ոչ բոլորը կատարյալ կլինեն։ Եկտս, բայց յուրաքանչյուրը նրան սովորեցնում է, զորացնում է նրան, վերափոխում նրան, եւ այսպես, առանց աղմուկի, առանց շտապողականության, նա մոտենում է նպատակին, քանի որ հասկանում էր հիմնարար ճշմարտությունը։ Կատարյալ պահը գեղարվեստական է, բայց ներկա պահը հնարավորություն է։ Ստոյչը չի կառուցում հարստություն հույզերի վրա, դա թույլ չի տալիս ոգևորությունը քաշել այն անհարկի ռիսկերի եւ չի թույլ տալիս վախենալ կաթվածահարվելուց, նա գերակշռում է իրեն, ուստի նա նույնպես գերիշխում է իր փողերին, դուք գիտեք, որ հուզական որոշումները փխրուն որոշումներ են, այսպիսով նախքան ներդրում կատարելուց առաջ, նախքան ընտրելը, նա դադար է տալիս, շնչել, արտացոլում է, միայն դրանից հետո գործողություններ, այս ընդմիջումը ձեր ամենազոր զենքն է, մի աշխարհում, որն անցնում է առանց ուղղության, այն անպարտելի է դարձնում։ Նա չի գնում $500 դասընթաց հենց այն պատճառով, որ մնացել է 2 թափուր աշխատատեղ, մի խաղացեք Crypto-Curation, քանի որ ինչ-որ մեկը արել է 10-ից, նա հարցնում է, արժե դա, ընտրեք իմաստը, ոչ թե նորաձևությունը, ի վերջո, այն ավելի քիչ կորցնում է, բայց այն ավելի շատ է հաղթում, քանի որ այն չի խաղում, կառուցում, ով միշտ կառուցում են, գերազանցում է մարդկանց, ովքեր վազում են ամբոխի հետևից, քանի որ շինարարը ծրագիր ունի։ Ստոյկն այս պլանը կրում է իր մեջ եւ հետևում է այն առանց հույզերի։ Ամուր։ Նա հասկանում է, որ ամեն ինչ թրջող է, գումարը, ապրանքները, կարգավիճակը գալիս եւ գնում են, բայց այն, ինչ դուք դառնում եք գործընթացում, ընդմիշտ է, հետևաբար նրա համար հարստությունը վերջ չէ, այլ վերափոխման միջոց։
Հաշվի մեջ թվերից հետո մի գործարքեք աճում է որպես անձ, ֆինանսական ազատության յուրաքանչյուր քայլ դեպի ներքին ուժի քայլը, երբ սովորում ես փրկել, համբերություն զարգացնում ես, երբ նա ասում է ոչ ավելորդին, նա ամրացնում է կամքը։ Երբ այն հրաժարվում է իմպուլսից, այն կառուցում է բնույթ, և հետո է անհրաժեշտ էունքերը։ Փողն այլևս արդյունք չէ և դառնում է դրա զարգացման արտացոլումը, այն ժամանում են, քանի որ այն պատրաստ է այն ստանալ, քանի որ դրա ներքին կառուցվածքը կարողանում է աջակցել այն, այլ ոչ թե շաղ տալու համար, բայց որպես լցոնման բեռնարկղ դառնում է աղբյուր։ Եվ ահա կարևորագույն կետը. ստոկը երբեք չի կուտակում հարստությունը, ինչ-որ մեկին ապացուցելու համար, կառուցվում է ձեզ համար և օգտակար լինել, դուք գիտեք, որ իրական ուժը վերևից չի գոռում, այլ ձեռքը երկարացնելու նրանց, ովքեր դեռ ներքևում են։ Երբ հասնում է իր նպատակներին, այն չի բարձրացվում։ Այն ստանում է ավելի հանգիստ, քանի որ ձեր աշխարհում փողը պատասխանատվություն է, դա ավելին անելու հնարավորություն է, օգնեք շրջապատողներին և ընդլայնել նրանց ազդեցությունը ոչ աղմուկի վրա, այլ օրինակ, մի երազեք հայտնի լինել։ Երազում է արդյունավետ լինել, և երբ դա հասնում է դրան, այն պարզապես շարունակվում է առանց օստենցիայի, առանց ծափահարությունների, քանի որ հարստությունը նրա համար ժամանման գիծ չէ, ավելի խորը, ավելի հանդարտ, ավելի հզոր։ Այս ուղին միշտ կհաղթի, քանի որ լուռ ուժը չի կոտրվում։ Կարող եք հարստություն փնտրել երկու եղանակով, բղավելով, վազելով կամ լուռ, ամուր, անխախտ առանց միջուկով, ստոիկսը ընտրեց երկրորդը, և այն դեռ աշխատում է նույնիսկ 2000 տարի անց։